Դպրոցում իմացանք, որ պին հավասար է 3,14-ի, բայց թե այդ պին ինչ է ու թե այդ 3,14-ը որտեղից ենք ստանում, այդպես էլ չհասկացանք։ Հիմա եկեք լրացնենք այդ բացը ու միասին հասկանանք։ Պի թիվը շրջանագծի իրական երկարությունն է։ Այն հանդիպում է ամենուր, որտեղ կա կլոր առարկա։ Օրինակ ճարտարապետության մեջ, սև բանաձևերում, մոլորակների ուղեծրերում, Սատուրնի օղակներում, ռադիոազդանշաններում, աչքի բյուրեղիկում կամ գազավորված ըմպելիքի պղպջակներում։ Այն նույնիսկ հայտնվում է վիճակագրության մեջ։ Եթե ուսումնասիրենք շատ կենդանի էակների կամ շատ իրադարձություններ, ապա ստանում ենք այն, ինչ կոչվում է նորմալ բաշխում։ Նորմալ բաշխման բանաձևում նույնպես հանդիպում ենք պի թվին, բայց որտեղ է այստեղ շրջանը։ Պատճառն այն է, որ երեք չափումներում նորմալ բաշխման գրաֆիկը նման է բլրի, այսինքն իրար վրա դրված շրջանների կույտի, իսկ որտեղ կա շրջան, այնտեղ կա պի, այսպիսով պին ամենուր է, մեր կողքին։ Պի թիվը շրջանագծի երկարության հարաբերությունն է նրա տրամագծին։ Վերցրեք ցանկացած շրջան։ Շրջանագծի երկայնքով չափեք այն թելով և այդ թերի երկարությունը բաժանեք այդ շրջանի տրամագծին։ Կտեսնեք, որ տրամագիծը այդ թերի մեջ տեղավորվում է մոտավորապես 3,14 անգամ։ Դա էլ հենց պի թիվն է, որը սովորել ենք դպրոցում։